Այսօր մեզ է միացել քաղաքագետ Գարիկ Քերյանը, բարև ձեզ, շնորհակալություն, որ եկաք։ Հայաստանի ներսում տեսնում ենք ամեն օր ինչ է կատարվում եւ ինչու է կատարվում, ինչ մթնոլորտ է Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրում այսօր, ինչքանով է նպաստավոր այն մեզ համար։ Հիմա եւ գլոբալ առումով եւ տարածաշրջանային առումով բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Մենք ականատես եղանք մի քանի օր առաջ, երևի մեկ շաբաթվա ընթացքում երկու շատ դարակազմիկ իրադարձությունների, այն որ Պեկինում հանդիպեց Չինաստանի նախագահը Թրամփի հետ եւ 4 օր հետո ընդամենը Չինաստանի նախագահը հանդիպեց Պուտինի հետ։ Իհարկե, ինչ են շատ մանրամասն քննարկվել ֆակտորների հետևում չեն կարող ասել, բայց այն որ այս երկու այցելությունները Պեկին եւ համարյա թե մի քանի օրվա տարբերությամբ հուշում են այն, որ աշխարհակարգը փոխվում է։ Աշխարհակարգը փոխվում է եւ միաբևեռ աշխարհակարգը, որտեղ Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները ձեռք էին բերել բացահայտ դոմինանտ գերակայող իրավիճակ, կարծես անցնում է պատմության գիրկը եւ ամենայն հավանականությամբ մասնագետների մեծ մասի կարծիքով մենք թեւակողում ենք եռակենտրոն միջազգային հարաբերությունների համակարգ, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը եւ Միացյալ Նահանգները որպես եւ ռազմականապես եւ տնտեսապես գերհզոր պետություններ, իհարկե Ռուսաստանի առումով ավելի շատ շեշտադրումը դրվում է նրա ռազմական հզորության վրա, իսկ մյուս երկու դեպքում եւ ռազմական եւ տնտեսական։ Ինչու ես այստեղից սկսեցի, որովհետեւ նոր աշխարհակարգի ձևավորումը նշանավորելու է ազդեցության եւ շահերի գոտիների նոր սահմանագծում եւ բնականաբար այն երկրները, որոնք որ կհայտնվեն նոր ազդեցության գոտիներում, նրանց արտաքին քաղաքական միջավայրը կփոխվի։ Սրան գումարած նաև համաշխարհային հանրությունը սպասում է, թե ինչով կավարտվի պատերազմը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև եւ ինչով կավարտվի պատերազմը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Ինչու այս երկու հանգամանքներ նշեցի, որովհետեւ եթե Ռուսաստանը կարողացավ որոշակի, այսպես ասած, լուրջ հաղթանակի արդյունքներով դուրս գալ ուկրաինական կա այդպիսի հավանականություն։ Այո, կա այդպիսի հավանականություն, հատկապես որ ներկա պահին Թրամփը եւ Պուտինը բավականին լուրջ, այսպես ասած, նախաձեռնություն են հանդես բերում պատերազմը ավարտելու համար, այս երկու պատերազմների ավարտից հետո եւս նոր սահմանագծումներ շահերի եւ ազդեցության գոտիների տեղի կունենան նաեւ հետխորհրդային տարածաշրջանում եւ բնականաբար նաեւ հարավային Կովկասում։ Բնականաբար Հայաստանը նաեւ չի կարող զերծ մնալ այս գլոբալ փոփոխություններից։ Ես ուղղակի ասեմ, դեռ հարավային Կովկասում, այսպես ասած, իշխանության վակուում է։ Այսօր միանշանակ ոչ մի ասել թե որ աշխարհակաղակական կենտրոնն է այստեղ բացահայտ գերակայում շատ դժվար է։ Այսօր կարող ենք ասել Թուրքիան ինչի է հավակնում։ Թուրքիան էլ է հավակնում, Եվրոպական միությունն էլ է հավակնում, Միացյալ Նահանգներն էլ է հավակնում, Ռուսաստանն էլ արդեն շուրջ 15-20 տարի շատ համառ կերպով պայքարում է ամբողջ հետխորհրդային տարածաշրջանում իր ազդեցությունը վերականգնելու համար։ Բայց ուր է այդ պայքարի արդյունքը։ Ինչպես այդ պայքարի արդյունքը որտեղ է։ Այդ պայքարի արդյունքը առայժմս դեռ մեկ ճակատում է շատ կոշտ գնում, դա ուկրաինական ուրեմն ճակատն է, բայց պարզ երևում է, որ Ռուսաստանը ցանկանում է նաև իր շահերի գոտիները վերականգնել եւ Կենտրոնական Ասիայում, եւ Միջին Ասիայում, եւ Հարավային Կովկասում։ Այնպես որ Հայաստանի արտաքին քաղաքական միջավայրը ես առայժմս կհամարեի բավականին հեղեղուկ, չորոշված, որ շահերի գոտում է գտնվելու Հարավային Կովկասը, բնականաբար նաև Հայաստանը ինձ համար պարզ չէ որպես մասնագետի եւ ամեն ինչ կախված է ապագա, ես չի ասի տարիների, գուցե ամիսների քաղաքական գործընթացներից։ Ինչ է կախված Հայաստանից այդ։ Ինչ է անելու Հայաստանը։ Հայաստանը պարզ ցույց է տալիս դիվերսիֆիկացիայի ցանկությունը, ինչպես վարվել է, ինչպես եւ միջինասիական երկրները։ Այնպես չի, որ նրանք հետխորհրդային տարածք կոչվելով հիմա ինքնուրույն քաղաքականություն չեն վարում աշխարհի հետ։
Գիտեք, այդ դիվերսիֆիկացիայի կամ այսպես ինչպես մեզ մոտ են ասում բալանսավորման կամ բալանսավորվող չէ արտաքին քաղաքականության, իսկ եթե հիշում եք շատ վաղ ժամանակներում մի 15 տարի առաջ երևի գուցե քիչ ավելի շատ մեր արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը շրջանառության մեջ դրեց կոմպլիմենտար քաղաքականություն չէ այդ տերմինը ու զարմացրեց բոլորին այո ու զարմացրեց եւ այդ կոմպլիմենտարիզմի շուրջ բավականին այսպես ակտիվ խոսույթ կար այդ բալանսավորման եւ դիվերսիֆիկացման գաղափարները սովորաբար ի հայտ են գալիս այն պայմաններում, երբ որ կա ուժային վակուում, երբ որ համաշխարհային ուժային կենտրոնները տվյալ տարածաշրջանում հստակ ազդեցություն չունեն, տատանվող իրավիճակ է։ Ընդհանրապես փոքր պետությունները ցույց է տվել մարդկության պատմության 3000-ամյա ընթացքը միշտ եղել են առավել մեծ պետությունների ազդեցության գոտում կամ առավել մեծ քաղաքական կազմավորումների մեջ եւ ազդեցությունն ու կախյալությունը տարբեր բաներ են, համաձայն եք, չէ՞։ Մի բան է գտնվել մի զամբյուղում, մի բան է աշխատել մի քանի զամբյուղի հետ։ Ճիշտ ասած, մի քանի զամբյուղի հետ աշխատելու օրինակ կարող ենք մենք այսօր հստակ նշել, որ դա շատ հաջողված ինչ-որ արտաքին քաղաքականություն է։ Իրան, արաբական երկրներ, Եվրամիություն։ Իրանը ոչ թե դիվերսիֆիկացման քաղաքականություն է, որում այսօր ինքը շատ կոշտ հակամարտության մեջ է Միացյալ Նահանգների արևմուտքի հետ, այնպիսի հարևան է, որի հետ ունենք բաց սահման։ Եվ Իրանը այսօր հայտնվել է այդ քաղաքականության հետևանքով պատերազմի մեջ, եւ Իրանը իր գոյությունը այսօր տեսնում է Չինաստանի եւ Ռուսաստանի հովանավորության մեջ։ Եթե չլինի այդ հովանավորությունը, եթե ինքը այդ երկու գերտերությունների ազդեցության գոտում չգտնվի, Իրանը հենց մեր աչքի առաջ վերջի ամսվա ընթացքում դժվար թե կարողանար գոյատևել։ Նույնիսկ Իրանի նման մեծ պետությունը, որը նման ուրեմն էներգետիկ ռեսուրսներ, հնարավորություն եւ ռազմական պոտենցիալ ունի եւ նույնիսկ ստորգետնյա ռազմաբազաներ ունի, որը համաշխարհային քաղաքականության մեջ շատ եզակի երևույթ չի եղել, նույնիսկ Իրանը իր գոյությունը այսօր չի կարող պատկերացնել կամ ապահովել, եթե դուրս գա ռուսական եւ չինական ազդեցության գոտուց։ Առավել եւս փոքր պետությունները պետք է ինչ անեն, դուք հարցը տվեցիք, չէ՞, ճիշտը առայժմս վարել խուսանավողական քաղաքականություն, չեզոք մնալ, այսպես ասած, մեծ բախումներից, շնորհակալություն մեծ կոնֆլիկտներից եւ սпасել մինչեւ որ ավարտվի նոր աշխարհակարգում ազդեցության եւ շահերի գոտիների սահմանագծումը։ Դրանից հետո նոր պարզ կլինի հարավային Կովկասը, ես իդեպ նշում չեմ ասում Հայաստանը, որովհետեւ համաշխարհային ուժային կենտրոնների համար կոնկրետ ավելի շատ հետաքրքրում է հարավային Կովկասը ամբողջությամբ, քան ասենք առանձին յուրաքանչյուր երկիր, որովհետև միայն ամբողջական ազդեցությունն է ապահովում ռեալ շահերի պաշտպանությունը։ Եվ միջև որ պարզվի, մի քիչ կոնկրետ ասեմ, հարավային Կովկասը գուցե մի փոքր ավելի, այսպես ինչ ասեմ, կոռեկտ չի արտահայտությունը, բայց միջև որ պարզվի հարավային Կովկասը, որ ուժային կենտրոնի ազդեցության գոտում է։ Առայժմս ուժային վակուում է։ Այդ դեպքում ինչի՞ց է ծնվել ԵՄ թե Եվրասիական տեսական միություն կոնֆլիկտը, որ հիմա Հայաստանին առաջարկում են արագացնել, կողմնորոշվել, հա։ Մի քիչ արհեստականություն էլ է զգացում այդ պահանջների մեջ։ Դա լրիվ արհեստական դիսկուրս է, որովհետև եթե շատ ավելի հզոր տնտեսությամբ եւ շատ ավելի աշխարհակաղակական դիրքով երկրներ 40-30 տարի չեն կարողանում հաղթահարել Եվրոմիություն մտնելու արգելքը, զորօրինակ Թուրքիան, եթե Վրաստանը մոտ մի 20-25 տարի շարունակ եվրոպական ինտեգրացիան ուրեմն ուղին բռնեց տանջահար եղավ 1000-ի հիմա էլ նահանջում է տեսնելով անհույս է, եթե Եվրոպական միության ուրեմն անդամ դառնալու կանոնակարգի ինչ-որ մի կերպ հնարավորություն ստեղծեր Հայաստանին Եվրոմիության անդամ դառնալու առումով, ես այդ դիսկուրսը կհամարեի նորմալ, բայց դա արհեստական է եւ ավելի շատ ինչ-որ ստեղ քաղաքական շահարկումներ կան, քան իրական ինչ-որ գործընթաց։ Ես ձեզ ասում Հայաստանին ճնշելու նպատակով կամ Հայաստանի ինչ-որ բան պարտադրելու։ Նայած ով ինչ շահ ունի, տեսեք, Եվրոմիության համար այդ խոսույթը
Կարևոր է այնքանով, որքանով որ Արևմուտքը եւ Եվրոմիությունը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են ընդհանրապես Հարավային Կովկասը դուրս բերել ռուսական եւ իրանական, չինական ազդեցության ուրեմն շահերի գոտիներից։ Դրա համար կարող են, այսպես ասենք, խրախուսել, ասել, ընդունել օրենք եվրոպական ինտեգրացիայի մասին, արեք ձեզ տանք, ասենք, վիզաների ազատականացում, խոսենք, ասենք, առևտրի ընդլայնման, ինչ ասես, այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Հա, բայց խոսքը անդամակցության մասին չէ։ Անդամակցության մասին։ Այլ հարաբերությունների ընդլայնման մասին։ Դա կարող է Մոսկվայում խանդ առաջացնել։ Այո, անշուշտ։ Մենք հիշում 2017 թվականին, դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ, նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը Եվրոմիության հետ կնքեց համապարփակ համագործակցության, այն ինչ որ ասում է ՍԵՊԱ, չէ՞։ Կարող եք ավելի վաղ սկսել 13 թվականից։ Այո, 13 թվականին չարեց այդ քայլը, որովհետև նրան խիստ զգուշացրեցին Մոսկվայում, բայց 17 թվականին իշխանությունը գիշերային զգուշացման մասին։ Այո։ Եվ բայց 17 թվականին հասցրեցին մինչև իշխանություն հանձնելը դա ընդունել։ Եթե խոսքը ինչ որ հարաբերությունների զարգացման մասին է, այդ պայմանագիրը արդեն կնքված է ՍԵՊԱ-ն, որի ուղղությամբ Հայաստանը շատ ծուլանում է եւ համարյա թե ինչ որ լուրջ հաջողությունից չի ասել, բայց նորից եմ կրկնում, ստեղ ոչ թե անդամակցությունը արագացնելու, ոչ թե ասենք Հայաստանին Եվրոպական միություն տանելու խնդիրն է, որ տանելու լինեին Վրաստանին կտանեին էլի այդքան տարիներ։ Տեսեք, որ ոչ մի բան դուրս չեկավ։ Եվ ընդհանրապես, եթե նայում ես Եվրոմիության ընդլայնման քաղաքականությանը, իրենք ամենաբարձր մակարդակով բոլոր ուրեմն գործիչները միշտ շեշտել են, որ ընդլայնում լինելու են միայն մեկ ուղղությամբ, դա ուրեմն բալկանյան այն երկրներն են, որոնք դեռ Եվրոմիության անդամ չեն։